Փաշինյանը եկավ ընտրվելու, մարդկանց խոսք տվեց, հանրակացարաններ չի լինելու։ Մարդկանց շենքեր են տալու, որ շենքերից դուրս գան, կրուշկով լողանալը մոռանան։ 8 տարի է անցել Փաշինյանի գալուց, բայց Շենգավիթի այս շենքում ապրող մարդիկ ոչ միայն չեն մոռացել, այլև հիմա էլ իրենց բարերով կրուշկայով են լողանում։ Հայաստան դաշինքի անդամներին, պատգամավորական թեկնածուներին իրենց կեցավայրն են ցույց տալիս այս քաղաքացիները։ Անձրևանոցը ձեռքին են զուգարան մտնում, որ չթրջվեն։ Ես զոհվածի այրի մշակույթի աշխատող վաստակավոր մշակույթի գործիչ։ Զորձիկով եմ մտնում, որ չկաթա գրքում։ Խնդրեմ, ես պայմաններում։ Բեմի մարդ, արվեստի մարդ, մշակույթի մարդ, զոհվածի այրի անտեսում։ Միայն Երևանում 15,000 փոքրիկ է հերթագրված մանկապարտեզ գնալու համար, ասում է Մեսրոպ Մանուկյանը։ Այդ երեխաներին ըստ Հայաստան դաշինքի անդամի ամեն անգամ ասում են, թե տեղ չկա մանկապարտեզներում։ Մեսրոպ Մանուկյանը ցույց է տալիս այս փլուզվող մանկապարտեզը, որը վերանորոգելու համար 237 միլիոն դրամ է ծախսել իշխանությունը։ Այս մանկապարտեզի վրա կատարողականով արդեն 237 միլիոն դրամը ծախսը ավարտել են։ Հեսա մի հատ ուզում քայլեմ, սս պատկերը ցույց տամ, էլի ամբողջական։ Նայեք պատկերը։ Նայեք 237 միլիոն փող արդեն այս մանկապարտեզի վրա կերել են։ Այս ՔՊ-ի պատկերն է։ ՔՊ-ի պատկերն է էսի։ Այս իրանց պատկերն է։ Ուրեմն այնտեղ նայեք, որ դրա փենել են պատերը տրուբեկով, որ չփլվի պատերը։ Ու այս մանկապարտեզի վրա այդքան փող են ծախսել ժողովուրդ։ Դժգոհ են իրենց սոցիալական վիճակից տաքսու վարորդները։ Պատգամավոր Լևոն Քոչարյանին այս տաքսու վարորդը պատմում է, որ վարկ չեն տրամադրում իրեն նոր մեքենա գնելու համար։ Ըստ վարորդի պատճառը աշխատանքային ստաժ չունենալն է։ 5% մուծում ենք պետությանը, մինչև այսօր պետական աշխատող չենք համարվում։ Ու բանկերից գնում են գումար վերցնելու, մեզի չեն տալիս։ Հիմա ես ուզում եմ իմ ավտոն դեսա։ Ուզում եմ փոխեմ, հին մաշված ավտո է։ Ոչ մի բանկ ինձ նոր ավտո չի տալիս։ Ձեր արդի լուծումը լինելու է, ուրեմն մենք առաջարկել ենք, որ տաքսու վարորդները այսուհետև համարվելու են ստաժ համարվելու պարագայում միանշանակ դուք այն տաքսու վարորդները, ովքեր ամսվա կտրվածքով 200,000 դրամից ավել վաստակում են, իրենք լինելու են այդ առողջության ապահովության հիմնադրամի շահառու անվճար։ Երևանի անմխիթար կանգառներում անձրևաջրերի մեջ են հայտնվում տրանսպորտին ժամերով սպասող քաղաքացիները։ Մարդիկ ջրերի մեջ, նայեք, որ խոսքերից վկայությունը, անձրև գրեթե չի եկել, նայեք մարդիկ ինչ պայմաններում են գնում գալիս, ու խոսում են արժանապատիվ տրանսպորտից։ Բա լավ կանգառա սրա ուր է, որ անձրև է գալիս, մարդիկ որտեղ կանգնեն։ Ծանոթ չեմ, շատ եմ ուզում, բայց երկրպագուն է։ Բարև ձեզ, լավ եք։ Լավ եք, դուք լավ եք։ Լավ։ Ձեր բակի խնդիրը ինչ խնդիր է։ Չունեմ, ուղղակի կանգառի հարցը, որ կարելի է լուծել։ Որ քաղաքացիները հարմարավետ պայմաններում ավտոբուսի սպասեն, սպասասրահներով կանգառներ է խոստանում Հայաստան դաշինքը։ Մետրոյում ճզմված երթևեկելը բացառելու համար էլ նոր վագոններ են լինելու, խոստանում է պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նոր կայարանի կառուցումը, նոր վագոնների ավելացում, որովհետև հիմա իսկապես բավականին քիչ են, անմխիթար վիճակ է որոշ դեպքերում եւ հետեւաբար համապարփակ լուծումներ են պետք։ Գիտեք ինչն է ցավալին, որ իսկապես 8 տարում 8 միլիարդով ավելացրել են պետական պարտքը, բայց ոչ թե զգալի փոփոխություն, աննշան փոփոխություն նույնիսկ իրականացված չի այդ մետրոյի ամբողջ համակարգի փոփոխության համար։ Բարձրանալու է Երևանում ավտոբուսի վարորդների աշխատավարձը։ Ձեր աշխատավարձը բարձրանալու է, ձեր պայմաններն արժանապատիվ է լինելու։ Նախընտրական քարոզարշավի դուրս եկած Հայաստան դաշինքի անդամներին ջերմ են ընդունում Երևանում։ Ծաղիկներով, ավտոմեքենաների ազդանշաններով, Ապրեք, շնորհակալություն։ քաջալերող խոսքերով Շենգավիցիները ասում են, որ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն են անելու, քվեարկելով 17 համարի օգտին։ Միանշանակ դաշինքը, Հայաստան դաշինքը, միանշանակ։ Շնորհակալություն, օգնեք ձեր քաղաքականությամբ, ձեր աշխատանքով որ վերացնենք։ Դուք մեզ կօգնեք, եթե մասնակցեք քարտեզին։ Խորհրդարանական ընտրություններում 17 համարը ներկայացնող քաղաքական ուժի անդամներին Շենգավիթում մարդիկ ողջունում են նաև շենքերի պատուհաններից։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ուրեմն հունիսի
7-ին ընտրում ենք 17-ին։ Ընտրում ենք Հայաստանը։ Միասին։ Ուրեմն սիրելի շենգավիցիներ, մենք առնչվում ենք այն խնդրին, որ դուք ամեն օր մի քանի ժամ անցկացնում եք Արշակունյաց փողոցում։ Արշակունյաց փողոցը այսօր դարձել է խցանումների այն ամենաթեժ կենտրոններից մեկը։ Երևանյան սարսափելի խցանումները վերացնելու մեխանիզմներ ունի Հայաստան դաշինքը։ Մենք առաջարկում ենք հստակ մի քանի առնվազն ենթակառուցվածքների կառուցում, նոր հանգույցների ձևավորում, որոնք էականորեն կբեռնաթափեն Երևանը, բայց իհարկե ոչ միայն նոր ճանապարհների կառուցում, այլ նաև այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, մասնավորապես լուսացույցերի հետ կապված, որոնք ավտոմատ կկարգավորեն հոսքը։ Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանն ասում է, որ իրենց ուժը ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ առաջարկներով է մասնակցում ընտրություններին։ Կենտրոնից եկանք Շենգավիթ, հիմա բավականին ակտիվ քայլարշավի մեջ ենք։ Մարդիկ ասում են մի բան արեք, նույնիսկ եթե կամերա բան կա, չեն ուզում Երևան, պտտվում ասում են մի բան արեք, ազատվենք սրանցից։ Երևանի կեղտոտ օդի հարցն է լուծելու Հայաստան դաշինքը հունիսի 7-ին ընտրություններում հաղթելուց հետո, խոստանում են դաշինքի անդամները։ Շինարարության սա փոշին ամբողջ քաղաքով սփռվում է։ Այդ որ տեսնում եք, եթե շենքը պատրաստ չի, բոլոր շենքերը պետք է լինեն ցանցապատված, շին հրապարակում պետք է լինի տեխնիկա, որը սենց ջուր է տալիս, որ փոշի չլինի, ու պետք է լինի այդ օդի աղտոտվածության հաշվիչը։ Միասին կարող ենք համար 17 Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին։